Սովորողի անձնական կյանք։ Հակոբն է, ապրում է մոր հետ։ Հայրը բանտում է արդեն մի քանի տարի։ Նա ենթադրում է, որ դասընկերները գիտեն այդ մասին եւ խուսափում են իր հետ ընկերանալ ու շփվել։ Հակոբի դասընկեր Սուրենն է եւ նրա հայրը։ Նրանք եկել են ուսուցչուհի Տիկին Խաչատրյանին ասելու, որ Սուրենը զույգով աշխատանք Հակոբի հետ չի ցանկանում անել։ Նա վատ ընտանիքից է։ Տիկին Խաչատրյան, ախր դուք էլ գիտեք, որ նրա հայրը բանտում է։ Ճիշտ չէ Սուրենի ներկայությամբ խոսել այս մասին։ Հարցը սովորողի ընտանիքին է վերաբերում եւ կարեւոր է հարգել նրա անձնական կյանքը։ Դպրոցում, դասարանում երեխաները հավասար են եւ չեն խտրականացվում անձնական կյանքի կամ ընտանեկան իրավիճակի հիմքով։ Մանկավարժական աշխատողների վարքականոն։ Մանկավարժը պետք է հարգի յուրաքանչյուր սովորողի անձնական կյանքը նրա հիմնարար իրավունքները երաշխավորելու համար։ Պետք է նպաստի սովորողների ներանձնային եւ միջանձնային հարաբերություններում դրսեւորվող դրական այնպիսի որակների զարգացմանը, ինչպիսիք են համագործակցելու, ապրումակցման, ուրիշներին օգնելու պատրաստակամությունը։ Ուսուցչուհին գիտակցում է, որ սովորողներն իր օգնության կարիքն ունեն։ Երեխաներ, յուրաքանչյուրիս կյանքում կան բաներ, որ նախընտրում ենք ուրիշները չիմանան։ Օրինակ մեր զգացմունքները, ընտանեկան իրավիճակը, խիստ անձնական տեղեկություններ եւ այլն։ Հիշեք, դա ձեր իրավունքն է։ Միայն թե չմոռանաք, որ մենք պարտավոր ենք նաև հարգել ուրիշների անձնական տարածքն ու կյանքը։ Եթե անգամ դուք ուրիշի անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություն ունեք, հարգալից կլինի այն չկիսել ուրիշների հետ։ Երեխաները բազմաթիվ հարցեր սկսեցին տալ ուսուցչուհուն։ Ծավալվեց բուռն քննարկում։ Առաջարկում եմ զույգերով աշխատանք։ Մի շրջանակ նկարեք, միասին քննարկելով շրջանակից դուրս գրեք այն մասին, ինչ կարելի է ուրիշի մասին հարցնել եւ իմանալ, իսկ շրջանակի ներսում գրեք ինչ չի կարելի հարցնել, ինչն ենք համարում խիստ անձնական։ Վարքականոնին համապատասխան ուսուցիչը ցուցաբերեց հարգանք սովորողի անձնական կյանքի հանդեպ եւ սովորեցնելով վարքագծի կանոնները քաջալերեց սովորողներին հարգել միմյանց։